Շնորհակալություն, հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, Հաշվեկնիչ պալատի եզրակացությունը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ կազմված է հաշվեկնության կարծիքից, անհամապատասխանություններից, խեղաթյուրումներից, որոնք արձանագրվել են հաշվեկնությունների արդյունքներով եւ առաջարկություններից, որոնք այդ արձանագրված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների հիման վրա հաշվեկնիչ պալատը ներկայացրել է հաշվեկնության ենթարկված մարմիններին, ինչպես նաև այն անհամապատասխանությունը, որը հաշվեկնիչ պալատի կարծիքով գնահատվել է որպես համակարգային եւ դրա հետ կապված առաջարկ է ներկայացվել գործադիր իշխանության մարմիններին։ Հաշվեկնիչ պալատը իր կարծիքը ձևավորելու համար իրականացրել է եռամսյա բյուջեների կատարման հաշվեկնություններ ֆինանսական եւ համապատասխանության բնույթի բյուջետային հատկացումների 8 ստորադաս կարգադրիչների մոտ թվով ընդհանուր առմամբ 32 հաշվեկնություններ են իրականացվել բյուջեի ծախսային մասի շուրջ 80% ծածկույթի նկատմամբ իրականացված հաշվեկնության ընթացակարգերի կիրառմամբ ձևավորվել է հաշվեկնիչ պալատի կարծիքը Այլ կերպ ասած, օրենսդրության եւ միջազգային ստանդարտների համաձայն հաշվեկնիչ պալատը ստացել է բավարար համապատասխան տեղեկատվություն, կուտակել է հաշվեկնության ապացույցներ, գնահատել է ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը եւ ներկայացնում է հետեւյալ կարծիքը։ Հաշվեկնիչ պալատի կարծիքով 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը եւ հաշվեկնիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում։ Անհամապատասխանությունները թվով 83-ն են եղել, որոնք ներկայացվել են հաշվեկնության ենթարկված մարմիններին եւ 8 մարմիններում արձանագրված անհամապատասխանությունների մասին է խոսքը։ 3 մարմիններում արձանագրվել են 6 խեղաթյուրումներ, ընդհանուր առմամբ այս խեղաթյուրումների հանրագումարային մեծությունը կազմել է շուրջ 3.1 միլիարդ դրամ կամ ընդհանուր ծախսային մասի 0.11%, ինչը էականության շեմից էապես ցածր է եղել, հետեւաբար կարծիքի վրա չի ազդել։ Եվ արձանագրված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների հիման վրա հաշվեկնիչ պալատը 48 առաջարկություններ է ներկայացրել հաշվեկնության ենթարկված մարմիններին։ Ուզում եմ առիթը օգտագործելով եւս մեկ անգամ նշել, որ անհամապատասխանությունը դա հաշվեկնության առարկան կարգավորող իրավական ակտերով եւ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կնքված գործարքներով սահմանված պահանջների չպահպանման դեպքն է։ Եվ հաշվեկնիչ պալատը գործող օրենսդրության համաձայն անհամապատասխանություններին քրեաիրավական որակումներ չի տալիս, դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ քրեաիրավական կանխատեսումներ չի իրականացնում։ Խեղաթյուրումը նույնպես կուզենայի սահմանումը ներկայացնել, դա ֆինանսական հաշվետվությունում գումարի դասակարգման ներկայացման կամ բացահայտման ու դրանց համար ֆինանսական հաշվետվությունների պատրաստման կիրառելի հիմունքներով սահմանված պահանջների միջև տարբերությունն է։ Այս դեպքում նույնպես ուզում եմ ընդգծել, որ խոսքը վերաբերում է ֆինանսական հաշվետվություններում ֆինանսական գործարքների համար սահմանված պահանջներից տարբերվող գործելակերպով այդ հաշվետվությունների պատրաստմանը։ Եվ արձանագրված համակարգային անհամապատասխանությանը կուզենայի անդրադառնալ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջ է, որ 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքով Հայաստանի Հանրապետության որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվություններ պետք է պատրաստվեին եւ այդ հաշվետվությունները պետք է սահմանված կարգով հրապարակվեին։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ակտիվների, պարտավորությունների կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսական վիճակը բնութագրող ցուցանիշների, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածի արդյունքները պարունակող ֆինանսական հաշվետվությունների մասին։ Այս հաշվետվությունները չեն պատրաստվել 2024 թվականի արդյունքներով։ Հաշվեկնությամբ պարզվել է նաև, առնվազն մեր կարծիքով պարզվել է այդ ֆինանսական ներողություն հաշվետվությունների բացակայության պատճառը եւ մեր պատկերացմամբ դա հետևանք է հաշվապահական հաշվառում չվարելու այն հիմնական գործունեությանը նախարարություններին վերապահված, օրենքով վերապահված, որոնք չեն արտացոլվում
նախարարություններին ամրացված գույքի տեսքով, այսինքն խոսքը վերաբերում է նրա մասին, որ պետական մարմինները, որպես հանրային հատվածի կազմակերպություններ, ֆինանսական հաշվետվություններ պատրաստում են եւ հաշվապահական հաշվառում վարում են իրենց ամրացված գույքի եւ պարտավորությունների մասով, մինչդեռ որպեսզի հնարավոր լինի ունենալ ֆինանսական հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության որպես մեկ միասնական մարմնի, անհրաժեշտ է որպեսզի հաշվապահական հաշվառում վարվի նաեւ պետական մարմիններին օրենքով վերապահված հիմնական գործունեության վերաբերելի գործառնությունների մասով։ Մեր այդ արձանագրմամբ նաև համակարգային բնույթի մեկ առաջարկություն եւս մեկ անգամ այս տարի նույնպես, որտեղ սա արդեն հերթական տարին է, երբ մենք այդպիսի առաջարկ ենք անում, ուղղակի եթե 2022 թվականի արդյունքներով դա ավելի ապագային միտված առաջարկ էր, որտեղ դեռ 2024 թվականը չէր եկել եւ 2023-ին էր նախատեսված օրենքով, որ պետքա պետական մարմինները իրենց մակարդակում ունենան համախմբված հաշվետվություններ եւ արդեն 24 թվականի արդյունքներով պիտի ձևավորվեր Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաշվետվություններ, ապա այս տարի դա ավելի առարկայական է։ Մեր կարծիքով իրավական կարգավորումները բավարար են եւ գործնականում հնարավոր է իրականացնել այն առաջարկությունը, որ մենք ձևակերպել ենք ներկայացված եզրակացությամբ, մասնավորապես մենք առաջարկում ենք պետական մարմինների գործունեության հիմնական ոլորտներին վերաբերելի գործունեության համար հաշվապահական հաշվառում վարել։ Սա համոզված ենք, որ անհրաժեշտ նախադրյալ է ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար։ Նաև ավելորդ չէ նկատել, որ այսպիսի հաշվետվությունների առկայությունը կանխորոշում է կառավարչական որոշումների համապատասխանության աստիճանը հայտարարված քաղաքականության միջոցառումների նպատակներին, որովհետև միայն լավ տեղեկատվությամբ լավ այն իմաստով, որ դրանք պետք է ամբողջական եւ արժանահավատորեն արտահայտեն իրականությունը, տեղեկատվության առկայության դեպքում է հնարավոր կայացնել կառավարչական որոշումներ, որոնք կունենան նպատակին մոտեցնելու առավելագույն ներուժ։ Եվ այս հաշվետվություններն են, որ հնարավորություն կտան գնահատել հանրային կառավարման արդյունքները մի կողմից եւ մյուս կողմից հնարավորություն կտան դարձնել կանխատեսելի որոշումները, ինչը օգտակար կլինի նաեւ պոտենցիալ ներդրողների, պետական կարիքների համար հնարավոր մատակարարների համար իրենց որոշումները կայացնելիս։ Եվ հաջորդ առաջարկությունը, որը կարծում ենք այս առաջինին անցման աստիճանական քայլերից մեկը կարող է դիտվել, հետեւյալն է, կան հաշվետվությունների ձևեր սահմանված օրենսդրությամբ, թե օրենքով, օրենքի պահանջի հիման վրա եւ թե ֆինանսների նախարարի հրամանով հաստատված, որոնք մաս չեն կազմում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության։ Մենք առաջարկում ենք, որպեսզի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության կազմը օրենքով սահմանված համալրվի նաեւ այս հաշվետվությունների տեսակներով, որտեղ կբացահայտվեն նաեւ հաշվեգրմանը բնորոշ կամ հաշվեգրման ցուցանիշներ, մասնավորապես սկզբնական հաշվառման փաստաթղթերով հիմնավորված փաստացի ծախսի վերաբերյալ ցուցանիշը, որը պետական մարմինները այսօր գեներացնում են եւ տրամադրում են ներկայացնում են ֆինանսների նախարարությանը, մենք առաջարկում ենք այս ցուցանիշներով նույնպես համալրել այն կազմը պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության, որը այսօր օրենքով սահմանված է։ Ոչ միայն փաստացի ծախս, այլ նաեւ դրա հետ ուղղակի առնչություն ունեցող ստանձնված, բայց դեռևս չվճարված պարտավորությունները, պայմանական ասենք կրեդիտորական պարտավորությունը, ինչպես սահմանված է կիրառելի իրավական հիմունքներով կամ պահանջի իրավունքը վճարված դեռևս դրա դիմաց չստացված արժեքը բացահայտող ցուցանիշը եւ այլն։ Այս հաշվետվության ձևերը սահմանված են, մեր այս երկրորդ առաջարկը կարծում ենք, որ հնարավորություն կտա ավելի որակյալ դարձնել ներկայացվող փաթեթը եւ դրա հետ կապված քննարկումները եւ համապատասխանաբար որոշումների կայացումը դարձնել նպատակին ավելի միտված ծառայող։ Ընդ որում, այս երկրորդ առաջարկությունը ոչ միայն տարեկան արդյունքներով առաջարկում ենք ներկայացնել ազգային ժողովին, այլ նաև առաջարկում ենք երամսյակային, քանի որ այդ նույն տեղեկատվությունը հաշվետվությունները ներկայացում են ֆինանսների նախարարությանը, պահանջ սահմանել, որպեսզի դրանք հրապարակվեն նաև պետական մարմինների պաշտոնական կայքէջերում։ Մենք կարծում ենք, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի այս ճանապարհ մոտենալ այն ձևակերպած թիրախին, որը
իրականացված կլինի այս առաջին որպես ձևակերպված առաջարկությունը իրագործելու արդյունքում։ Այստեղ ձեր թույլտվությամբ կուզենայի կանգ առնել եւ եթե հարցեր կլինեն ներկայացված եզրակացության, կարծիքի եւ մնացած մանրամասների հետ կապված դրանք բացահայտել, ընդհանրապես լրացնեմ, որ նպատակարար չի համարվել տարեկան բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ եզրակացության մեջ ներառել ընթացիկ եզրակացությունների արդյունքները, որովհետև դրանք սահմանված կարգով հրապարակված են եւ առանձին քննարկման առարկա են որոշ մասը դրանց դարձել եւ ըստ անհրաժեշտության կարելի է անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին։ Շնորհակալություն ուշադրության համար, եթե թույլ տաք, ես սա